Ողջույն եւ բարի գալուսին թի տաղավար արդեն 14 օր հացադուլ է իրականացնում Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը նա բավականին ակտիվ էր Արցախում նաև Հայաստանում էր 2023-ից հետո ակտիվություն դրսևորում, բայց նրա մասին ավելի շատ մարդիկ իմացան, երբ նա բանավեճի մեջ մտավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավի ժամանակ եւ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը վեճի ընթացքում դրանից հետո նաև սկսեց նրան վիրավորել, նրան բերման ենթարկեցին, հիմա արդեն քրեական գործ է հարուցված, երկու տարբեր դրվագով նաև պարոն Օսիպյանը կալանավորված է եւ 14 օր արդեն հացադուլի մեջ է, մենք կզրուցենք պարոն Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի հետ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք։ Շնորհակալություն հրավերի համար։ Ուզում եմ նախ իմանալ նրա առողջական վիճակի մասին, ինչ տվյալներ են այս պահին հայտնի եւ ինչ են ասում բժիշկները։ Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին կարող եմ հայտնել, որ նա հյուծված վիճակում է։ Կոնկրետ լիարժեք բժշկական զննության չի ենթարկվել, որպեսզի պատշաճ տեղեկատվություն կարողանամ տրամադրել ձեզ, այդ տեղեկատվությունը ինձ նույնպես հասանելի չէ, բայց այցելությունների ընթացքում տեղեկացել են, որ բժիշկները ամենօրյա ռեժիմով այցելում են եւ, այսպես ասած, զննում են հացադուլ իրականացնող անձանց խցում նրանց առողջական վիճակի առումով։ Նան ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկում է, իսկ այս հիմնարկը, այս բանտը հայտնի է իր վատ պայմաններով, նախատեսվում է փոխել, խոնավ սենյակներ են, այս մասով ինչ կարող եք ասել, արդյոք այն պայմանները, որում նա պահվում է, համապատասխանում է հացադուլ իրականացնող մարդու պայմաններին։ Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնի է, ազատազրկման վայրի նպատակը, քրեակատարողական հիմնարկի նպատակը, այո, ճիշտ եք նշել, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում են նրան պահում, պետք է անձը ազատազրկման վայրում զրկվի ազատությունից, իսկ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կոնկրետ Արթուր Օսիպյանի խցային պայմանները այնպիսին են, որ նա ոչ միայն զրկված է ազատությունից, այլ նաև զրկված է արևային լույս տեսնելու հնարավորությունից, պահվում է խոնավ պայմաններում, այսինքն ի տարբերություն մնացած խցային պայմաններից, որտեղ պահվում են մնացած կալանավորները, հացադուլ իրականացնողների խուցը ավելի ոչ բարվոք պայմաններում է ի համեմատ մնացած խցերի։ Սա ոչ այլ ինչ է, քան անմարդկային վերաբերմունք, հնարավոր է քրեակատարողական հիմնարկի վարչությունը կամ զուտ այդ պայմաններում պահելը նպատակ ունի, որ անձինք հացադուլի չդիմեն, սակայն դա ընդհանուր առմամբ անմարդկային վերաբերմունք է եւ մարդասիրական մոտեցումից զուրկ է։ Արթուր Օսիպյանի պահանջը մեկն է հացադուլը դադարեցնելու, ինչքանով որ ես եմ հասկացել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի, քանի որ սա քաղաքական պահանջ է, իսկ նրա առողջական վիճակը արդեն իսկ գնալով վատթարանում է, 14 օրը քիչ չի հացադուլի համար, կան այլընտրանքային մեթոդներ, տարբերակներ նրա հետ ընդհանուր հայտարարի գալու, որպեսզի դադարեցնի հացադուլը։ Ինչպես հայտնի է, Արթուր Օսիպյանը առաջադրել է այն հանգամանքը, որ նա իր արժանապատվությունը վիրավորված է համարվում Նիկոլ Փաշինյանի կողմից, քանի որ Նիկոլ Փաշինյանը նրան անվանել է փախած, եւ Արթուր Օսիպյանը գտնում է, որ դա արժանապատվության հարց է, քանի որ նա բազմաթիվ անգամ իր կյանքը վտանգի տակ է դրել պատերազմի ընթացքում, որպեսզի փրկի իր հայրենիքը, եւ գտնում է, որ իրեն ոչ քաղաքական, ոչ բարոյական, ոչ իրավական իրավունք չունի Նիկոլ Փաշինյանը անվանելու փախած այն պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանը 30,000 երեխա Արցախում թողել էր անօգնական վիճակում սովի եզրին 9 ամիս շարունակ, կամ այն պայմաններում, սա հենց Արթուր Օսիպյանի խոսքերն են փոխանցում, երբ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը մարդկանց կոչ էր անում փայտ մահակ վերցնել, այնուհետև եւ այդ մարդկանց ուղարկում էր Ռոբերտ Քոչարյանի փամփուշտների տակ եւ այդ մարդիկ
սպանվել են, սակայն Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, նա անվնաս է դուրս եկել եւ Արտուր Օսիպյանը հենց այս համատեքստում նույնպես գտնում է, որ եթե ինչ-որ մեկը փախել է, դա հաստատ ինքը չի, այլ ավելի շատ այն անձն է, ով նման հայտարարություն է արել իր հասցեին։ Իսկ հիմա այլընտրանքային ինչ որ միջոցներ, թեկուզ, օրինակ քաղաքացիական հայցով պահանջել կամ ինչ որ տարբերակներ կան, որ իրեն այս վիճակից հանենք։ Քաղաքացիական հայցի տարբերակը առաջարկել ենք ի սկզբանե Արտուր Օսիպյանին, մենք պաշտպանական թիմով, սակայն համաձայնություն չի տվել եւ նախաձեռնել է հենց հացադուլ իրականացնելու եղանակով իր դժգոհությունը արտահայտել եւ արկա իրավիճակի եւ իր արժանապատվությունը հենց փախած անվանելով նվաստացնելու վերաբերյալ։ Ես կխնդրեմ դες մանրամասներ ներկայացնել քրեական գործից, արդեն 3 դրվագ ունի այն, կխնդրեմ ճիշտ եմ հասկացել ու մանրամասներ խնդրում եմ։ Այո, իհարկե նախաքննության գաղտնիքը չխախտելով կարող եմ ասել, որ 3 հոդվածով է Արտուր Օսիպյանի մեղսագրվում հանցագործություն ենթադրյալ հանցավոր արարք։ Առաջինը կապ ունի նրա հետ, որ Արտուր Օսիպյանը իրականացրել է քարոզարշավի խոչընդոտում, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին խոչընդոտել է քարոզարշավ իրականացնել, սա շատ զարմանալի է, քանի որ տեսանյութը բոլորս տեսել ենք։ Ակնհայտ է, թե ինչպես է Արտուր Օսիպյանը մոտենում եւ հարցնում պարոն Փաշինյան, կարող եմ ձեզ հարցեր ուղղել։ Նիկոլ Փաշինյանը ասում է այո, համեցեք ու սկսում է հարց ու պատասխանը։ Այստեղ կոնկրետ քննչական մարմնի դիրքորոշումը այն է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից իրականացվող քարոզարշավը խոչընդոտվել է, քանի որ Արտուր Օսիպյանը արդեն երբ Նիկոլ Փաշինյանը չէր ցանկանում, որ իրեն հարցեր ուղղեն, շարունակել է հարցեր տալ եւ ոչ աճող հարցեր, արդյոք սա կարող է այլինչ դիտվել, քան ազատ խոսքի իրավունքից օգտվել, այլ ոչ թե քարոզարշավին խոչընդոտ։ Սա մեր կարծիքով ոչ պատշաճ քրեաիրավական որակում է Արտուր Օսիպյանի վարքագծին, որը նպատակ չուներ քարոզարշավ խոչընդոտելու, հենց ուղղակի այստեղ պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը չդիմացավ ճշմարտությանը, այն ճշմարտությանը, որ Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն անելուց հետո, այնուհետև Արցախ գալուց հետո, երբ Արցախի ժողովուրդը հավաքվել էր Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում եւ ակնկալում էր, որ Նիկոլ Փաշինյանը Արցախ գալով իր հետ բերել է հեղափոխությունը եւ Արցախում լուրջ փոփոխություններ են սպասվում, Նիկոլ Փաշինյանը եկավ եւ պաշտպանեց ու պահպանեց Բակո Սահակյանի պաշտոնը, այնուհետև կոռուպցիոն ճանապարհներով ընտրված Արայիկ Հարությունյանին ողջունեց, այդ իսկ եղանակով Արցախահայությանը լսեցնելով եւ հասանելի դարձնելով, որ իր կողմից անկալի տեխնացուն է ընտրվել եւ հենց այս process-ներն էլ Արտուր Օսիպյանը վկայակոչեց, բա որ փող եք ուղարկում ձեր կողմից այսպես ասած ցանկալի մարդկանց եք ուղարկում, ժողովուրդը ոչ տեղյակ էր ուր եք ուղարկում, ոչ տեղյակ էր ինչ էր ուղարկում։ Հենց դա էր իմ կարծիքով հենց բուն պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ափերից եւ սկսեց այն հայտնի արտահայտությունները անել, որոնք այսօր տարբեր քաղաքական ուժեր շահարկում են կապված ինչու չես մեռել, փախած եւ այլն այս ձևակերպումների հետ։ Պարոն Ավանեսյան, դուք արդյոք տեսնում եք երկակի ստանդարտների կիրառում իրավապահների կողմից, երբ մի դեպքում անձի տվյալ դեպքում պարոն Օսիպյանի գրառումը հիմք է ընդունվում եւ քրեաիրավական գործընթացներ են սկսվում, իսկ մյուս դեպքում վարչապետի այդ հայտարարությունները վիրավորական հայտարարություններին ընդհանրապես գնահատական չի տրվում, ոչ իրավական, ոչ այլ բնույթի գնահատական։ Միանշանակ ճիշտ եք ասում, ես անդրադարձա
առաջին մեղսագրվող արարքին նրան մեղսագրվում է նաև կարճ ասեմ խուլիգանություն եւ նրան մեղսագրվում է բռնության սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ նա իր Facebook-ում գրել է որ ողնաշարդ կջարդեմ եւ այլն Նիկոլ Փաշինյանի ասել բմբուլները քամուն կտան եւ այլն նման արտահայտություններ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անձանց հասցեի անում նաև Արտուր Օսիպյանի հասցեին է արել որ նաև արել է օրինակ Գագիկ Ծառուկյանի որդու ասել է ականջից բռնած կբերեն Բելարուսիայից այս իմաստով արտահայտություն է արել իշխանական բազմաթիվ падգամավորներ ժամանակին ազգային ժողովի բեմից իրար ծնող էին վիրավորում, սակայն ոչ մեկը քրեաիրավական հետևանք չկրեց եւ կան բազմաթիվ այլ եւ այլ օրինակներ, օրինակ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը գրեթե ամենօրյա ռեժիմով օգտագործում է ինչ-որ մեկին ասֆալտին փռելու, կզցնելու, երկրից վտարելու եւ այլն, արդյոք դա բռնության սպառնալիք չէ եւ Արտուր Օսիպյանի հենց դեպքից մոտ 2 ամիս առաջ Facebook-ում գրած գրառումը բռնության սպառնալիք է։ Այստեղ միանշանակ երկիմաստ մոտեցում Իդեպ հետաքրքիր է այնքանով որքանով որ չենք խախտում նախաքննության գաղտնիք այդ բմբուլները քամուն կտամ արտահայտությունը ոնց են իրավապահները հիմնավոր է եւ ասել որ սա բռնության սպառնալիք է շատ հետաքրքիր է լսել հասկանալ թե ոնց է դա բնութագրվում Դե հիմա բմբուլները մեզ հայտնի է որ ունենում են թռչունները թռչնազգի կենդանիները Նիկոլ Փաշինյանը մարդ է որպես այդպեսի փետուրներ բմբուլներ չուներ որ հնարավոր լիներ քամուն տալ դա հասկանալի է որ այդ արտահայտությունը քաղաքական բնույթի արտահայտություն է եւ քաղաքական առումով բոմբոները քամուն կտա, այսինքն այնպիսի հարցեր կառաջադրի Նիկոլ Փաշինյանին, որոնց պատասխանները վերջինս չի ունենա։ Եվ այդպես էլ եղավ, Արտուր Օսիպյանի հարցերը մեծամասամբ մնացին անպատասխան։ Այսինքն ըստ էության մեկնաբանության խնդիր է, քանի որ այս փուլում ապացույցները լիարժեք չեն գնահատվում, պարզապես հիմնավոր կասկածի կամ խափանամիջոցի հիմքերի հարցն է քննարկվում, այս առումով դատարանը բավարար համարեց, որպեսզի 2 ամիս ազատ ազրկեր։ Դատարանը ուներ նաև այլընտրանքային բազմաթիվ խափանամիջոցներ, վարչական հսկողություն, տնային կալանք, նաև զուգահեռաբար խոսքի սահմանափակում, հրապարակային խոսքի սահմանափակում կարող էր կիրառել, սակայն դատարանը չարեց։ Արտուր Օսիպյանի մեղսագրվող արարքները բոլորը կատարվել են խոսակցական ապարատի օգտագործմամբ կամ այսպես ասած համացանցում գրառում կատարելով եւ վարչական հսկողությունը համակցված հրապարակային խոսքի սահմանափակման հետ լիարժեք բավարար էր որպեսզի Արտուր Օսիպյանի պատշաճ վարքագիծը ապահովվեր սակայն Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից վարքյաններ հետո ոստիկանը անմիջապես ձերբակալեց Արտուր Օսիպյանին Ներեցեք իսկ մինչև այդ կուզեի դատարանի մասին խոսեցիք կուզեի նշեք թե ով է դատավորը եղել հետաքրքիր է որտեվ համացանցում փնտրում էի չգտա եւ դատարանը ինչ հիմքով որոշեց որ ամեն լավագույն տարբերակը հենց կալանքն է Նայեք այս բան դատավորի անուն ազգանունը ճիշտ ասած չեմ հիշում դատարանը հաշվի առեց դատարանը հիմք է ընդունել քննչական մարմնի միջնորդությունը պաշտպանության կողմի դիրքորոշումը այսպես ասած ոչ թե անտեսվել է գործի համար էական նշանակության տեսանկյունից պատշաճ չի գնահատվել դրա համար այս բանին արդեն գործը հատուկ վերանայման բողոք են ուղարկել վերաքննիչ դատարան որպեսզի դատարանի կալանքը որպես խափանամիջոց կիրառելու որոշումը բողոքարկեն Իդեպ մենք տարբեր գործերով այս հանային խոսքին վերաբերյալ տեսնում ենք օրինակ
Միքայել Սրբազանի գործով տեսնում ենք, երբ մի դեպքում նույնաբնույթ հանցանքի, ենթադրյալ հանցանքի համար տրվում է շատ մեղմ պատիժ կամ տուգանք, մյուս դեպքում մի քանի տարի ազատազրկում, օրինակ Միքայել Սրբազանին առաջին ատյանը հենց նման դատավճիռ էր կայացրել, մինչև այդ էլ կալանք էին տվել, իսկ այս դեպքում ուզում եմ հասկանալ նմանաբնույթ 3 դրվագով, այս դրվագներով հանցագործությունների դեպքում, ենթադրյալ հանցագործությունների դեպքում դատարանները միշտ սենց խիստ են մեղադրյալների նկատմամբ, կալանք ու հետո էլ տանելու են դատարան այս հանցագործությունները։ Ոչ, իհարկե, ոչ պրակտիկայում դատարանները հիմնականում Արտուր Օսիպյանը օրինակ մեղադրում էր ոչ մեծ ծանրության եւ միջին ծանրության հանցագործություն կատարում էր, ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների մեջ չէր մեղադրվում, որպեսզի ամենախիստ խափանման միջոցը ազատազրկման տեսքով կիրառվեր, սա միանշանակ նաեւ բազմաթիվ դեպքեր կան, երբ արցախցիների հասցեին օրինակ համացանցում էլ հայտնի շրջանառվող տեղեկություններ կան, որ պետք է մերումանուն կոտրվեին, ագարի կամուրջը չանցնեին եւ այս մեկ է մյուս մենք հաղորդումներ ներկայացրել ենք նույն իրավապահ մարմիններին, որ այ բռնության կոչ է պետք է սատկացնել, մերումանու կոտորվեն, այս մեկ է մյուս, սակայն քանի որ այսպես ասած իշխանամետ բլոգերների կամ գործիչների կողմից են այս արտահայտությունները արվում, դրանք գնահատական չեն ստանում, սա տարբերակող մոտեցում է, խտրական մոտեցում է իրենց ներկայացնում։ Շատ բարի։ Այսքանն էին իմ հիմնական հարցերը, եթե ավելացնելու բան ունեք, խնդրեմ։ Ավելացնելու կարող եմ կարճ նշել, որ Արտուր Օսիպյանը հայտնել է, որ շարունակելու է իր պայքարը, իր պայքարի մի եղանակը դրսևորվում է հացադուլ իրականացնելու եղանակով եւ Արտուր Օսիպյանը պայքարելու է այնքան, ինչքան որ հնարավոր լինի եւ այն ուղիներով հնարավոր լինի։ Նախատեսում ենք մենք դիմենք միջազգային կառույցներին, դիմել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, համապատասխան նաև Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանատներին, տարբեր պետությունների, հիմնականում եվրոպական եւ փորձելու ենք խոսքի ազատության նկատմամբ այս բռնաճնշումների վերաբերյալ իրականությունը հասցնել այն առումով եւ այն չափ հրապարակային, որոնք կնպաստեն, որպեսզի Արտուր Օսիպյանի ապօրինի ազատազրկումը դադարեցվի։ Իդեպ 16 հասարակական կազմակերպությունները այսօր առավոտյան հայտարարությամբ հանդես եկան, սա կարող է օգտակար լինել միջազգային հանրությանը ավելի լսելի դարձնելու համար այս գործը, վարույթը։ Միանշանակ, այո, նաև մենք պետք է հասկանանք ով է Արտուր Օսիպյանը, հասարակությունը, Հայաստանի Հանրապետության հասարակությունը կարող է որոշ առումով նրան լավ չի ճանաչում։ Արտուր Օսիպյանը, ինչպես Հայաստանի Հանրապետությունը մինչև 2018 թիվը Նիկոլ Փաշինյանն էր ռուպորը ձեռը խոսնելու ման գալիս եւ ժողովրդին փորձում ոտքի կանեցնել իրենց իրավունքների համար պայքարելու նպատակով, այդ նույն Արցախում անում էր Արտուր Օսիպյանը։ Արտուր Օսիպյանը նաև Ռուսաստանի Դաշնությունում, այսպես ասած, persona non grata է, նրա մուտքը սահմանափակված է Ռուսաստանի Դաշնություն, քանի որ նա ժամանակին ռուս խաղաղապահների տեղակայման, այսպես ասած, բազայի դիմացի ճանապարհը փակել էր, որպեսզի ռուս խաղաղապահները զգան, որ Արցախը բլոկադայի մեջ է եւ ինքը անձամբ իր ավտոմեքենայով բլոկավորել է ռուս խաղաղապահների ընթացքը, ազատ շարժ տեղաշարժելու հնարավորությունը, նաև բազմաթիվ այլ դեպքերով պայքարել է Թալանի դեմ, անօրինականությունների դեմ, Արտուր Օսիպյանը այնպիսի կերպարով երբեք չի հանձնվում եւ միշտ ամեն գնով փորձում է հասնել արդարության եւ իր նպատակների իրականացմանը։ Շնորհակալ եմ, հուսով եմ իր նպատակներին հասնելու համար հացադուլը
առաջիկայում չի լինի միջոցներից մեկը եւ դուրս կգա այս վիճակից։ Շնորհակալ եմ, որ մեզ հետևեցիք նաեւ ձեզ հարգելի քաղաքացիներ։ Իմ զրուցակիցը արդեն 14 օր հացադուլ իրականացնող արցախցի քաղաքական եւ քաղաքացիական գործիչ Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանն էր։ Շնորհակալություն նորից, որ մեզ հետևեցիք, հաջողություն։